Այս կառավարության խոսքերին կարելի է հավատալ։ Փչան Թոդրոսներն են։ Դուք Պապիկյանին եք հավատում, որն ասում է ադրբեջանցիները մեր տարածք չեն մտել, թե Թաթոյանին, որը նկարներ է հրապարակել ու ցույց տվել, որ նոր ներխուժումներ են ունեցել Վարդենիսի Սոտքի հատվածում, թաքստոցներ են սարքել ու ամրապնդել մեր տարածքում իրենց դիրքերը։ Իհարկե Արման Թաթոյանին եմ հավատում։ Սուրեն Պապիկյանին ո՞ս կարելի է հավատալ։ Բաշը կպակում, ո՞ս է ինչու։ Բայց տենց չի, ֆակտ ցույց չի տալիս, որ ադրբեջանցիները են սաղ շրջապատած նստած են։ Ես Արցախից եմ։ Մենք այսօր եղել ենք սաղ շրջապատված ու վերջում էլ ինչ եղավ։ Դրա համար Թաթոյանին եմ հավատում։ Թաթոյանին։ Իհարկե փաստերով, որ մտել են ասեք չի մտել։ Իրանք գիտեն իրանց խելքը։ Պաշտպանության նախարարությունը հերքում է, ասում է չեն մտել։ Խալաթ արել։ Այս դերից գասա խալաթ է։ Թողել նայ կողքեր ինչքան որ ասի ես կապ չկա։ Չկա, շատ բան ունեմ ասել, բայց չեմ ասել։ Մտել են ոչ չեմ մտել, այդքան մտնում են խիչերը ու։ Ես 3 անգամ պատերազմի մասնակից եմ, էլ ոչ մեկին չեմ հավատում։ Ճիշտ ասած, ես ոչ մեկին էլ չեմ հավատում։ Են ասում են, չգիտես որը հավատում։ Սուրեն Պապիկյանին։ Թաթոյան։ Հա։ Ես փաստերը տեսել չեմ։ Խոսքերն լսել եմ կարելի է եւ հավատալ, եւ չհավատալ, եթե այդ մարդուն ճանաչում։ Արման Թաթոյանին էլ եմ որպես նախկին միպեր, չէ, ինչքան հիշում եմ, վատ տղա չի, վատ տղեն որն է, որպես անձնավորություն, էլի խելացի եւ բլագարոտ է, այսպես ասած։ Ես ոչ մեկին էլ չեմ հավատում, բոլորն են սուտ են ասում։ Դե փաստերով ցույց է տալիս, այն մարդիկ հերքում են։ Հիմա օրենք են ուզում հանեն, որ եթե մեկը ինչ-որ բան ասեց կառավարությունից, իրավունք չունեն ժուրնալիստները ոչ մի բան ասելու, այսինքն մենք գնում ենք Հյուսիսային Կորեա։ Սցենարը կտրում։ Բաբոնց, այս մարդիկ խեն այսքան խառնվել, որովհետև վախճան են տեսնում։ Թաթոյանին։ Օրենքը հաստատ, հաստատ է։ Դարձել եք արդեն թուրքամետ, ինչսեմ։ Սաղ թուրքերը երկոր առաջ թուրքա անձամբ մոտեցել է ինձ, թուրք աղջիկը, ու տվեց թուրքական գումար մտել։ Ինչ էր ուզում, ինչ էր ասում։ Տուալետ են մտել։ Ու ես չեմ իմացել, իրանք թուրք են։ Հետո զգացա արդեն ուշ էր։ Թե չէ ատորս գալխներին կուդային։